Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերի աշխատանքը սկսում է տոնը շնորհավոր Ձինայդ նախագիծը։ Շնորհակալ եմ մեր անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր որ գրում են, ջնջում են, մեկնաբանություններ են անում եւ առավել եւս նամակներ են ուղարկում եւ դեմքեր, տեսահոլովակներ, նորություններ հիշեցնում են, թե ում պետք է հրավիրի Ակոպովնան տաղավար։ Իդեպ ասեմ վերջերս ինձ շատ մի նկար են ուղարկում եւ տվյալ երիտասարդին բնականաբար ես արդեն հրավիրել եմ տաղավար։ Չնայած որ նա լինելու էր արձագանքել էր, որովհետև ուներ նորություն։ Բայց մինչ այդ ուզում եմ շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օշնությամբ եւ հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Ասեմ, որ իմ գործընկերուհին, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, տաղանդավոր ընկերուհիս, Նաստյա Բրուխցին ինձ տեսահոլովակ է ուղարկել եւ բնականաբար վստահել է Ակոպովնային եւ իհարկե 21 TV, որպեսզի կազմակերպենք նրա նոր տեսահոլովակի պրեմիերան։ Այնպես որ երգում է նոր տեսահոլովակ Անաստասիա Բրուխցին, վերադառնանք տաղավար, անցնում ենք բուն թեմային։ Եթե սրտով ես սիրելու, ուժ կունենաս պայքարելու, ման գալով դու չես գտնելու, ով լուր սպասում է քեզ հեռվում, ու մի օր նա կգա, սիրտդ նրան կզգա, կասես Աստված վկա, սեր կա իրական, սիրել եմ այս կյանքում ես մեկին ու մի անգամ, սիրել մի անգամ, սիրելով հաղթում ենք այս կյանքը հազար անգամ, սեր կա իրական, սիրել եմ այս կյանքում ես մեկին ու մի անգամ, սերը իրական, նա գալիս է անսպասելի ու պատահական, շատ տարիներ են անցնելու, իմ սերը չի պակասելու, ես շատ երկար եմ քեզ սպասել, որ հասկանամ կյանքում կասել, դու եկար աննկատ, անցավ մի ակնթարթ, ու սիրեցի քեզ շատ, սեր կա իրական, սիրել եմ այս կյանքում ես մեկին ու մի անգամ, սիրել մի անգամ, սիրելով հաղթում ենք այս կյանքը հազար անգամ, սեր կա իրական, սիրել եմ այս կյանքում ես մեկին ու մի անգամ, սերը իրական, նա գալիս է անսպասելի ու պատահական,
Դե ինչ 21 թվի եթերմի աշխատանքը շարունակում է Ձինա հետ նախագիծը եւ այս պայմանը րոպե չկորցնելով ուզում եմ առաջնային ներկայացնել տեսահոլովակ, ասեմ, որ տեսահոլովակի սիմպաթիչնի տաղանդավոր երգիչը րոպե նրանց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ամեն օր միասին սիրո մասին խոսում է սիրտը մեր անդադար Ամեն օր միասին գիշեր ցերեկ իմ հոգին երդվում է չեմ թողնի երբեք Երանի տալիս է սիրտը ախ ինչ քաղցր է ժպիտը որ ինձ կյանքու երազանք է բարգեվում ամենա իմ ամենամեծ երազանքը ամենա իմ ամենանկեղծ ու սիրելին ես հանքս ամենա սիրուն ու երջանիկ աղջիկն ես հավատա դու ամենա Իմ աչքի լույսն ես դու այնքան մաքուր Ինձ հետ է սերը քո ամենուր Սրտիս արևն ես դու կրակուր Առանց քեզ աշխարհս լուռ է ու տխուր Երանի տալիս է սիրտը ախ ինչ քաղցր է ժպիտը որ ինձ կյանքու երազանք է բարգեվում ամենա իմ ամենամեծ երազանքը ամենա իմ ամենանկեղծ ու սիրելին ես հանքս ամենա սիրուն ու երջանիկ աղջիկն ես հավատա դու ամենա իմ ամենամեծ երազանքը ամենա իմ ամենանկեղծ ու սիրելին ես հանքս ամենա սիրուն ու երջանիկ աղջիկն ես հավատա Դե ինչ մոտ եք նստել, ձայնը բարձրացրել եք եւ հասկացել եք, չէ, որ այն երիտասարդն է ինձ մոտ աղավարում, որը ինձ համար լավագույն երգիչներից առաջատարների շարքում է։ Սեթն է ինձ մոտ եւ ես նրան մեծագույն սիրով ասում Սեթ ջան ողջույն։ Ողջույն Զինա ջան, ո՞նց ես։ Ինչ լավ ալես ես ծրագիրս կա, էլի որ ուզեք չուզեք ինձ կտեսնեք։ Իհարկե, գոնե ծրագրով։ Գոնե ծրագրով էլի։ Մենք շուշուտ եք տեսնում։ Ոնց է Սեթ ջան, ասա տեսնեմ ինչ կա։ Շատ լավ եմ, շատ ուրախ եմ, որ հրավիրեցիր։ Դու հասկացար, չէ՞։ Իհարկե նորությունով եմ եկել։ Դե մեր հեռուստատիտողները կհիշեն, որ խոսք տվեցի, որ նախապատրաստական փուլում է երգը։ Այսօր արդեն լույս տեսավ, հենց քեզնով պրեմիերա կանենք եւ իհարկե մեր հեռուստատիտողները կվայելեն Հուսով եմ կհավանեն իրենց արձագանքները կթողնեն, իրենց մեկնաբանությունները, որ
ես էլ հասկանամ, հետո էլ ինչ երկանեմ։ Սետ, բայց էսեն երկնա չէ, որ դու ինձ մոտ տաղավարում երկել ես, թե ոչ։ Ոչ, այս երգը չեմ երկել, բայց ես այս երգից գաղտնիքներ բացեցի, որ Հա, լավ, հասկացա։ պատրաստվում է այս երգը։ Շատ լավ, եւ երկու նախադասությամբ ուզում եմ երգից, տեսահոլովակից խոսես, նոր պրեմիերան կազմակերպենք։ Ձին ջան, երգի անունը բաժակդ բեր։ Պատահական չի ընտրել, որովհետեւ խոսքերի մեջ հենց այդ բառն է, այդ որ անընդհատ կրկնվում է։ Երգը քեֆ ուրախության երգ է, ընկերության երգ է։ Ինչպես միշտ ընկերության։ Բայց ցանկացած սեղանի սազական երգ է եւ աղջիկները կարող են լսել, սիրել այդ երգը եւ տղաները։ Ես հուսով եմ, որ կհավանի մեր հանդիսատեսը երգի մասնակցության երգի կայացման գործում կուզենամ անուններ տամ։ Խնդրեմ։ Որովհետեւ բոլոր ընկերներ են եւ ինձ եւ քեզ։ Երաժշտությունը երգի գրել է Գուրոն Գասպարյան։ Խոսքերի հեղինակ Գրիգոր Կյոկչյան։ Այո։ Գործիքավորում Արտուր Բուրնուչյան։ Ինչ փուլ ես հավաքել հետո։ Տեսահոլովակի օպերատոր ռեժիսոր Սարո Դավթյան։ Ահա։ Շատ տաղանդավոր մարդկանց անուններ եմ հիմա տալիս եւ մեծ հպարտությամբ եմ տալիս, որ բախտ է վիճակում եւ ընկերություն անել եւ աշխատել այդ մարդկանց հետ։ Եվ ուզում եմ առանձնահատուկ մնացած բոլոր իմ ընկերներին էլ հերթով անունները չտամ, բայց առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ բոլորի այն փոքր կամ մեծ մասնակցությունը, որ կայացել է այս երգը։ Երևի թե այսքանը։ Դե դուք հասկացաք ինչ թիմ է աշխատել, դե եթե հիթ արդեն Գուրոն է։ Գրիգոր եւ կներես երգի վերջնական արդեն միքս մաստերինգ ասվածը Մելս Գասպարյան, ել իմ շատ լավ ընկերն է։ Մելսից էլ շատ շնորհակալ եմ, որովհետեւ շատ ճիշտ հնչողություն է ստացել, թե ձայնից, թե ընդհանուր գործի։ Շնորհակալ եմ շատ։ Հիանալի է։ Այսքանից հետո տեսահոլովակի պրեմիերա 21 TV-ի եթերում։
Բաժակդ բեր կենացը քո խմեմ Ամուշախ բեր քո ցավը ես տանեմ Բաժակդ բեր կենացը քո խմեմ Հալալ ընկերս քոց հավատանեմ Բաժակդ բեր կենացը քո խմեմ Ամուշախ բեր քո ցավը ես տանեմ Բաժակդ բեր կենացը քո խմեմ Հալալ ընկերս քոց հավատանեմ Հալալ ընկերս քոց հավատանեմ Դե ինչ, եւս մեկ հաճելի, ցանկալի երգ տեսահովակ ծնվեց հենց նաև 21 TV եթերում եւ պրեմիերան տեղի ունեցավ, իսկ Սեթոն մեզ մոտ տաղավարում է, նա արդեն ինչ-որ չափով մեկնաբանեց, լուսաբանեց, ինչպես միշտ ընկերության եւ առավելևս առիթատերեր ձեզ համար նոր երգ է դուրս եկել եւ քանի որ այն երգ ընկերության մասին, որ ես ավելի շատ տարածել էի ու հենց այդ երգը սկրին արած, սենց ֆոտոն ուղարկում են ինձ քո ֆանատները եւ ասեմ, որ քո երկրպագուների մեջ բավականին շատ են ավագ սերունդը, ինչը հաճելի է ասա, էլի շատ, ես իրում որ ավագ սերունդը գնահատում եմ նոր սերնդին, Ցինա ջան, էս մեր տղուն ինչի չես հրավիրում քեզ մոտ տաղավար, ես ասեմ, որ նա ինձ մոտ եղել է, ուղղակի նորության դեպքում պետք է լինի, ես շնորհավորում եմ քեզ հերթական անգամ, Սեթ ջան, նախ դու այդտեղ շատ սիրուն ես Մոտ ոչան ինչ-որ փոփոխություն կա, չգիտեմ ինչա կատարվում, այդ եթերից հետո կհասկանամ ինչա եղել, նորություններ կան, բաց թողում եմ արել, Սեթ հասցրել ես այս երգը երգել, ինչ-որ առիթներ, գործի տեղ։ Ճիշտն ասած, հա, հասցրել եմ, հենց երեք եմ երգել ու շատ եմ փոշմանել, որ հեռախոսս իմ մոտ չէր, բեմին, շատ կուզենայի մոտս լիներ, որ այդ պահը ֆիքսել, որտեվ շատ ուրախացա, որ ամբողջ սրահը հավանեց ու արդեն երգի կեսից այն կողմը իմ հետ կրկներկները երգում էին ու շատ ուրախացա, որ նման կերպ ընդունեցին, ես շատ եմ ուզում, որ երգը դառնա մեր ժողովրդի ուրախ առիթների անբաժան մասը, որովհետև կարծում եմ գեղեցիկ է ստացվել ամեն դեպքում թե բառերը, թե ոճային, սազական երգ է, որ մեր բոլորի սեղանների շուրջ եւ հնչի եւ բարենք ուրախանանք այդ երգի տակ։ Այո, իսկ ես ավելի ուրախ եմ այն դեպքում, երբ որ գոնե հենց sense երգեր են էլի ծնվում, մի քիչ այդ սիրո թեման թողենք, էլի թող մի քիչ մենք նորմալ սիրենք իրար, բայց այդ ուրախության թեմաները պակասել ասած։ Թեմատիկաները շատացել է, չգիտեմ, ծնողներին, այնտեղ եղբոր, քնոջ, երեխային պատվեր կատարումներ առավել եւս։ Այս որ բոլորին վերաբերվում է, sense երգերի ծարավ կա ամենայն դեպս Սեթին գտեք լավ երգ կա առիթատերեր, այնպես որ վստահ կարող եմ ասել լավ գործ է եկել։ Շատ լավ, եւս մեկ հարց։ Դու տորին լավ սկսել ես, որ ասիր ծինուս տարի շատ գործեր եմ անելու բան, որ լավ թափը երևում է, հա, աշխատանքային։ Կա կիսատ գործ նորություն ինչ ենք անում հիմա։ Իհարկե կա, ես հենց այնպես չեմ ասել, իրոք այս տարի մի տեսակ շատ կարևոր տարի է իմ համար։ Արդեն հունվարի 1-ից 2-ից ես պատրաստված լինեի այս տարվան, թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե իմ աշխատանքի, իմ գործնական պահով, ինչ-որ փոփոխություններ են կատարվում ու ոչ թե ակամայից, այլ իմ կամքով, ես արդեն սկսել եմ վրա աշխատել, որ տեսքի հետ կապված չեշտեցիր, էդ էլ պատահական չէր, ես էլ արդեն ուզում եմ որոշակի թարմության, որոշակի նոր ձևով, ինչ-որ շատ հնարավոր է հիմա հաջորդ երգը, որ ես արդեն ներկայացնես։ Կիսատ ճիշտ է վիճակը, բայց շատ հնարավոր հաջորդ երգը այնքան ոճային տարբեր լինի իմ մյուս բոլոր երգերից, որ շատերի մոտ եւ զարման կառաջացնի, շատերը կարող քննադատեն, բայց իրականում ես որոշել եմ, որ ճիշտը էքսպերիմենտներ անելն է, այս պարագայում հեռու չմնալով քո սկզբունքներից, երգի որակի հետ կապված, երգի կայացման հետ կապված, բայց ամեն դեպքում սկսել եմ ավելի խիզախ վարվել երգի ու երաժշտության հետ ու կարծում եմ ժամանակներն էլ են բերել դրան։ Ու հուսով եմ, որ իմ շատ սիրելի հանդիսատեսը կգնահատի, հետո է շատ կարևոր եմ համարում ցանկացած արձագանք, Ցինջան, որ դու ասում ես քեզ ուղարկում են նկար ու որոշակի մեկնաբանություն են թողում կարծիք, դա իմ համար շատ կարևոր է հաջորդ քայլը անելու համար, ոգևորվելու, թեկուզ են քննադատական կարծիքներ ես շատ լավ եմ վերաբերվում ու փորձում եմ դրա մեջ էլ
եւ ճշմարտություն գտնել եւ ավելի ին վրա աշխատել։ Եվ կրկին անգամ հենց քո տաղավարից ուզում եմ խոստանալ եւ իմ ընկերներին, եւ իմ հանդիսատեսին, եւ իմ հետևորդներին, եւ այն մարդկանց, ովքեր որ թեկուզ ականջի պոչով լսում են իմ երգը, բայց չգիտեն, որ ես եմ այդ երգը երգում, որ հաստատ նորություններ են սպասում այս տարի, միայն առողջ լինենք ու իրարից անպակաս։ Ամենակարևորը։ Ասეთ մի հարց էլ տամ ու անցնենք մեր բլից հարցերին, հա։ Ես քեզ համար բլից հարցեր ունեմ։ Մուսան նորմալ է, տեղում է։ Մուսան մեկ կա, մեկ չկա, բայց դա նորմալ է մուսայի պարագայում։ Չի կարող մուսան անդադ լինել։ Հա։ Մի շատ հարազատ մարդ ունեմ, շատ սիրված մեր գուսաներից։ Միշտ որ ես իրեն հարցնում եմ, հա, ինչ նորություն կա Գուսան ջան, ինչ նոր երգ կա, ասում եմ կապերը լավ չի, ասում եմ, կապերը լավ չի, հենց որ կապերը դասի, ես քեզ խաբար կանեմ ու իրականում մուսան հետաքրքիր բան է, անբացատրելի հաճույք է մուսան, բայց ամեն անգամ չի որ լինում է։ Իսկ կարող է հոգեվիճակից էլ լինում, որ գալի գնում է։ Իհարկե։ Պետք է սիրահարված լինես, թե ոնց։ Խաղաղ լինես, ինչ որ թե կապ չունի։ Ես սիրահարված լինելուն մի ուղղությամբ չեմ նայում, պետքա սիրես կյանքը, պետքա սիրես ընկերներիդ, ընտանիքը, հարազատների, ժողովուրդը, հայրենիքը, դա էլ է։ Պարտադիր չի հենց սերը լինի աղջկա հետ կապված կամ իմ ընկերներից մեկը երբ որ երգ է գրում, ասում հո բան չի եղել, ասում եմ, վիճվել եմ։ Այսինքն ինքս վիճվում է, իր մոտ երգ է ծնվում։ Ցանկացած կա չէ՞ տենց։ Երեք օրինակ գործի տեղից որ դուրս եկա տուն իջնելու ճանապարհին, տես ասում եմ այդ էմոցիաները մեջս որ ինչքան լավ էր որ լավ ընդունեցին, ուրախ ողջևորված նստել եմ ավտոն ու մտքից երգ է եկել նոր, իմ մոտ էլ նենց է ստացվում բարերով ու երաժշտությամբ միանգամից պիտի գա, տենց հա, չգիտեմ, խի մարդկա ստացվում առանձին, մի հատ եկավ sense քթիստակ երգեցի, բան դու չէ ասում եմ ոնց որ նորմալ երգ է ստացվում վերցեցի հեռախոսից դա դիկտաֆոնը միացրի ձայնագրեցի ու այս էլ հենց մուսայի օրինակը, բայց միջև այդ խոսքի որ նայենք ամսով կարող ընդհանրապես ոչ մի բան ցանկացած մի հատ թեթև կայծ, թե տխրության, թե ուրախության կարա մուսան արտնասնի։ Բացահայտվեց։ Բայց Երանի միայն ուրախության մուսաներ ունենան։ Իհարկե։ Բլից հարցեր խնդրում երկար չմտածես։ Շատ լավ։ Սև թե սպիտակ։ Սպիտակ։ Դառը թե քաղցր։ Դառը։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կոնյակ։ Փող թե սեր։ Սեր։ Փող։ Բան չխապեմ։ Քաղաք թե գյուղ։ Գյուղ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ներկայացում։ Հոկեբանի թե ընկերոջ մոտ։ Ընկերոջ։ Ամառ թե ձմեռ։ Ամառ։ Ոսկի թե արծաթ։ Արծաթ։ Նախընտրած կենաց։ Չգիտեմ, խաղաղության կենացը խաղաղության ասված կենացը կենաց համարում թե չէ, բայց Հասկացա։ երևի խաղաղության։ Հայկական թե այլ խոհանոց։ Հայկական։ Շատ լավ։ Դու Աստծուց շատ խնդրում ես թե շնորհակալ ես լինում։ Շնորհակալ եմ։ Եթե չլինի կինն ու գինին, ինչ կլինի։ Վատ կլինի։ Շոտ։ TV թե հեռախոս։ Հեռախոս։ Վերջի հարցին հույսով եմ երկար չես մտածի։ Սիրված հեռուստահաղորդավարուհի։ 21 TV Դինա Ակոպովնա։ Չեմ բոլորից պահանջում։ Չգիտեմ, էգոիզմն էլ սենց բան է։ Դե դու մեր ֆորմատին ծանոթ ես։ Կներես, բայց այս անգամ ես ընտրել եմ իմ սիրած երգը։ Քո երգերից է, եւ ուզում եմ այս երգը քո տուլտվությամբ իմ ընկերներից շատերին նվիրել, որովհետև նրանք ասում են, դու անդադ հոբելյարներին ես ինչ որ երգ նվիրում, կարող է նաև նվիրես նոր սիրող սրտերին։ Ես նոր սիրող սրտերին եւ սրտակերներին եմ այս երգը նվիրում բնականաբար այնպես որ մոտ եք նստում, որովհետև հատուկ ձեզ համար երգում է իմ տաղանդավոր ընկեր Սեթան։ Ամեն անգամ հիշում եմ, որ պատահական սիրունի օր դարձար ինձ համար դու կարևոր Քեզ հետ աշխարհն է գունավոր Քեզ հետ գիշերն է լուսավոր Քեզ հետ ուրիշ է իմ արտասովոր Ուզում եմ ձեռքը քո բեռնած Մայրամուտին նայել կանգնած Դիմավորել ամեն մի լուսաբաց
Գուցե դու քեզանով արբած Գուցե սիրուց խելագարված Համբուր եմ չիջնեմ ամպերից անց Գիտես ինչքան եմ քեզ սիրում Կեսս, որ քեզ համար մոռացել եմ Եսս, քանի կաս դու ես աշխարհում Կամ ես, քանի կա ես աշխարհը քոն եմ ես Գիտես ինչքան եմ քեզ սիրում Կեսս, որ քեզ համար մոռացել եմ Եսս, քանի կաս դու ես աշխարհում Կամ ես, քանի կաս միշտ քոնն եմ ես Ու թե հանկարծ լիներ հնար ու ողջ աշխարհը իմանար Կյանքիս մեջ դու ես կյանքը ինձ համար Քանի կաս լույսն է իմ անմար Լինի ձմեռ, լինի ամառ Իմ ջերմությունն ես իմ արևը վար Ու մոռացած իմ եսը ես Էլի գալիս եմ դեպի քեզ Սեր ինձ պետք է քո սերը օդի պես Ես շուռ կտամ աշխարհը ես Թե մի վարկյան հեռու լինես Եթե չկա քո սերը չկամ ես Գիտես ինչքան եմ քեզ սիրում Կեսս, որ քեզ համար մոռացել եմ Եսս, քանի կաս դու ես աշխարհում Կամ ես, քանի կա ես աշխարհը քոն եմ ես Գիտես ինչքան եմ քեզ սիրում Կեսս, որ քեզ համար մոռացել եմ Եսս, քանի կաս դու ես աշխարհում Կամ ես, քանի կաս միշտ քոնն եմ ես Գիտես ինչքան եմ քեզ սիրում Կեսս Քանի կաս դու ես աշխարհում Կամ ես Գիտես ինչքան եմ քեզ սիրում Կեսս, որ քեզ համար մոռացել եմ Եսս, քանի կաս դու ես աշխարհում Կամ ես, քանի կաս միշտ քոնն եմ ես